Խոսքը գույքահարկի շեշտակի բարձրացման մասին է։ Կոնկրետ օրինակով եմ ուզում բերել։ Արաբկիրում 700 քառակուսի մետր հող է, որից 100-ը տունն է, բայց այդ սեփականությունը մարդը ունի 47 թվականից։ Այս տարվա գույքահարկը գիտեք ինչքան է։ 560,000 դրամ։ 22,000 դրամից դարձել է 560,000 դրամ։ Այս նորմալ է, արդար է մարդու հանդեպ, որը պարզապես ժառանգություն է ստացել ըստ էության եւ չի էլ ունեցել անգամ բավարար միջոցներ տունը վերանորոգելու, վերակառուցելու, տան վրա մի բան ըստ էության ավելացնելու համար։ Գույքահարկը Հայաստանի ամեն մի քաղաքացու վրա դու հարկ ես դնում հաշվի չառնելով իսկ այդ մարդու հնարավորությունները ինչպիսին են։ Այս մարդը փաստացի չի կարողանում վճարել իր գույքահարկը, այսինքն կամ պետքա վաճառի, կամ էլ պետքա մարդը ամբողջ կյանքը տեղ է ապրել։ Եվ դու այդ մարդուն ասում ես, ես գույքահարկ ավելացրել եմ, ոչ թե այդ մարդը սխալ բան ա արել, վարկ է վերցրել, տունը գրավ է դրել եւ այլ եւ այլ։ Իր սխալը չի։ Ինքը հանգիստ իր համար ապրում էր իր համար սովորական ասենց միջավայրը։ Դու հարկը բարձրացնում ես եւ ասում ես գնա ուրիշ տեղ ապր։ Ոնց։